Ժողովուրդ ջան, լնայք ինչ շքեղություն ենք պատրաստել։ Պատրաստել ենք այսօր լոր, կարտոֆիլով, ջեռոցի մեջ։ Մատուցելու ենք տարտար սոուսով։ Ամբողջական վիդեոն դիտեք, որ կարողանաք այսպես հրաշք լորել ստանաք։ Դե գնացինք պատրաստելու։ Հարգելի հետևորդներ, լորը պատրաստելու համար ինչ է մեզի հարկավոր։ Ամենառաջինը մեզի հարկավորը մարինացվի։ Մարինատ պատրաստելու համար ինչ է մեզի հարկավոր։ Հեսա հերթականությունը ժողովուրդ ջան։ Մանրակրկիտ սա ցույց կտամ ոնց ենք պատրաստելու։ Կխնդրեմ վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Դե գնացինք։ Պատրաստում ենք մարինատը։ Ինչ է մեզի հարկավոր։ Հարկավոր է սոյավի սոուս։ Ապիսանյայի մեջը կգրենք չափաբաժինը։ Անհրաժեշտ է 2 թեյ կթալ աղ, ավելացնում ենք կարմիր բիբար, սև բիբար, սխտորի փոշի և ավելացնում ենք ձեթ։ Չափաբաժինը էլ եմ կրկնում, ապիսանյայի մեջ կգրենք։ Բավական է։ Եվ ավելացնում ենք սխտոր։ Որ ասում եմ վայ չուտող են ժողովուրդ ջան։ Եվ անհրաժեշտ է խառնել։ Խառնելուց հետո մեզի անհրաժեշտ է լորերը տեղադրում ենք մարինադի մեջ։ Այս ձևի ժողովուրդ ջան, մենք 1 ժամ պետք է թողենք, ինքը որ լավ մարինացվի։ Այսպես տնավարի ժողովուրդ ջան։ Ամեք, ասենց հավեսով պետք է պատրաստեք, որ ձեր մոտ շատ համեղ լինի։ Ու հետո էլ ժողովուրդ ջան, արդեն զառանի լորերը լվացել եմ, մաքրել եմ, իրանք արդեն պատրաստ են օգտագործելու համար։ Ուրեմն այս ձևի մենք պետք է 1 ժամ թողենք, ինքը որ լավ մարինացվի։ Վերջում էլ այսպես մի տնավարի ժողովուրդ ջան խառնում ենք։ Всё, պատրաստ է, այս ձևի թողում ենք 1 ժամ ինքը լավ մարինացվի։ Հաջորդ մեր քայլը մեզի անհրաժեշտ է պատրաստենք կարտոֆիլը։ Գնացինք։ Հարգելի հետևորդներ, պատրաստում ենք կարտոֆիլը։ Հիմա ես ձեզի շատ հետաքրքիր ձև ցույց կտամ, թե մեր տարբերակով ինչ ձև ենք պատրաստում կարտոֆիլը։ Գնացինք։ Ինչ ձև ենք կտրատում։ Նախորդ կարտոֆիլը ես արդեն լվացել եմ, ժողովուրդ ջան։ Բայց դերևենսկի, այսպես մեծ կտորներով ենք պատրաստելու։ Ինքը շատ հետաքրքիր համեմունքներ ենք օգտագործելու, ինքը համել այս ձևի շատ համեղ է ստացվում։ Այսինքն, վեկալենք թավայի մեջ տեղադրենք, հաջորդ մեր քայլը լինելու է մարինացնել։ Ձեզ ցույց կտամ, թե ինչ ձևի համեմունքներ ենք օգտագործում։ Նորից էլի խնդրում եմ ձեզի անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանաք ինչ ձև եք պատրաստելու։ Ու չեք մոռանում ժողովուրդ ջան, այն լայքերի մասին, լայքերն էլ անպայման պետք է լայքերը դնեք, որ տարածվենք, շատանանք։
որ ձեր համար շատ հետաքրքիր վիդեոներ պատրաստենք։ Ու կխնդրեմ կոմենտարյաների մեջ գրեք, ով է սիրում այս տարբերակով կարտոֆիլը, որ ես պատրաստում եմ։ Հենց որ կոմենտարյաները բոլորը մենք համ կարդում ենք, համ էլ պատասխանում ենք, ժողովուրդ ջան։ Մեծ սիրով սպասում ենք ձեր կոմենտարյաներին։ Մեր օպերատորը հիմա մոտիկից է ցույց կտա, էլի։ Հիմա ես ամբողջը կտրատեմ, ժողովուրդ ջան, եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ես ձեզի խոսք էի տվել, որ շատ հետաքրքիր ձևով ենք, չէ՞, կարտոֆիլը պատրաստելու, ինչ ա մեզի անհրաժեշտ։ Անհրաժեշտ է եռման ջուր, հիմա մենք ավելացնում ենք կարտոֆիլի վրա։ Շատ հետաքրքիր ձևով եմ պատրաստելու։ Այս ձևի մենք կես ժամ պետքա թողենք։ Ու հերթականությունը ես ցույց կտամ ինչ ենք անելու։ Որ կարտոֆիլը ծածկի ջուրը։ Հաջորդ մեր քայլը։ Ֆոլգայով անհրաժեշտ է։ Այսպես ծածկում ենք, յա։ Այս ձևի կես ժամ թողում ենք, որ ինքը մնա։ Այդ ընթացքում պետք է մենք պատրաստենք տարտար սոուսը։ Դե գնացինք։ Սկսում ենք պատրաստել տարտար սոուսը։ Պատրաստելու համար ինչ ա մեզի հարկավոր։ Մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Շատ հետաքրքիր սոուս ենք պատրաստելու։ Հիմա հերթականությունը ես ձեզ ցույց կտամ ոնց ենք պատրաստելու։ Էլի եմ կրկնում, ժողովուրդ ջան։ Բաղադրատոմսը ամբողջական ապիսանիայի մեջ կգրենք։ Օգտագործում ենք մարինացած վարունգ 3 հատ, կարելի է 4 հատ։ 2 պճեղ սխտոր, եւ անհրաժեշտ է սամիտ։ Այսպես բլենդերի մեջ տեղադրում ենք այս ամբողջը, ժողովուրդ ջան։ Եվ վերջում ավելացնում ենք մայոնեզ։ Շատ համեղ սոուս է ստացվում։ Հենց որ ժողովուրդ ջան, կարակ փորձեք ու չենք մոռանում, որ պետք է անպայման կոմենտարյաների մեջ գրենք, թե ոնց է ձեր մոտ ստացվել։ Եվ անհրաժեշտ է բլենդերով յա խփենք։ Ցույց կտամ, նայեք, ինչ համեղություն է մեր մոտ ստացվել։ Մեր սոուսը պատրաստ է։ Հաջորդ քայլին մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Մեր կարտոֆիլը արդեն կես ժամ է, արդեն լրացել է, հիմա մեզի անհրաժեշտ է կարտոֆիլը ջրից հանել։ Հիմա հերթականությունը ցույց կտամ, ու մեր օպերատորը ձեզի ցույց կտա, ինչ ենք անելու։ Ձեռքով այսպես բռնում ենք, ժողովուրդ ջան։ Ամբողջական վիդեոն խենք խնդրում, որ դիտեք, որ տեսնեք, շատ հետաքրքիր ձևով ենք պատրաստելու կարտոֆիլը։ Հիմա ես ամբողջը քամեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։
Լավ քամվելուց հետո հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու։ Անհրաժեշտ է կարտոֆիլը չորացնել։ Վերցնում ենք կարտոֆիլը եւ տեղադրում ենք անձեռոցիկի վրա։ Հիմա ես չորացնեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Կարտոֆիլը լավ չորացնելուց հետո մեզի անհրաժեշտ է համեմենք։ Ամենաառաջինը սկսում ենք աղից։ Ավելացնում ենք սև պղպեղ։ Ավելացնում ենք սխտորի փոշի։ Կարմիր պղպեղ։ Եվ վերջում ավելացնում ենք ձեթ։ Բավական է։ Եվ պետք է ժողովուրդ ջան, ոնց որ ես սիրում եմ, տնավարի, այսպես ձեռքով պետք է որ լավ խառնենք, որ ինքը ամբողջ մեր պերեպրավը տարածվի կարտոֆիլի վրա, որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Ու այս տարբերակը շատ համեղ է։ Հիմա մենք ձեզի կասենք, թե ինչու ենք տաք ջրի մեջ տեղադրում, որովհետև լորը ինքը շուտ է եփվում, պետք է որ կարտոֆիլը այն ձևի անենք, որ համատեղ ինքը եփվի։ Մեր կարտոֆիլը համարյա պատրաստ է։ Այս ձևի կթողենք, ինքը լավ կմարինացվի։ Հաջորդ մեր քայլը մեզի պետք է որ լորը տեղադրենք թավայի մեջ։ Գնացինք։ Արդեն 1 ժամ արդեն լրացել է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա, մեր մոտ ոնց է ստացվել։ Նայեք ինչ հավեսին արդեն մարինացվել է։ Նայեք մոտիկից։ Էլ հոտի մասին էլ չեմ ասում, ժողովուրդ ջան։ Լրիվ համեղություն է։ Ինչը անհրաժեշտ։ Պետք է վերցնենք։ Նենց անենք մի քիչ ջուրը, այդ սոուսը դուրս գա եւ տեղադրենք ամանի մեջ ու ես ձեզի հերթականության ցույց կտամ, ինչ ենք անելու։ Այս ինչ համեղություն է։ Վայ չուտողին։ Ոնց չեսի, չպատրաստես ժողովուրդ ջան ու չվայել ես քո ընտանիքի հետ։ Եվ վերջ։ Հիմա ես հերթականության ցույց կտամ ժողովուրդ ջան։ Ինչ ենք անելու։ Ուրեմն վերցնում ենք մեր լորերին, այսպես սիրուն, տեղադրում ենք այստեղ, ցնում ենք դանակը։ Մեզի բիբարը անհրաժեշտ։ Պետք է մեջի մասը մաքրենք։ Հեսա ցույց կտամ ինչ ենք անելու ժողովուրդ ջան։ Անհրաժեշտ է համեմ։ Այսպես։ Համեմ այսպես կտրում ենք մեջտեղից։ Եվ հիմա հաջորդ քայլը ցույց կտամ ինչ ենք անելու ժողովուրդ ջան։ Եվ անհրաժեշտ է կարագ։ Ուրեմն վերցնում ենք կարագը, այսպես սիրուն տեղադրում ենք փորի մեջ,
հաջորդը բիբար եւ համեմ։ Այսինքն ժողովուրդ նայում եք։ Всё։ Եվ սիրուն տեղադրում ենք թավայի մեջ։ Հիմա մի հատ էլ ցույց կտամ ձեզ ժողովուրդ ջան ինչ ենք անելու։ Վերցնում ենք կարակ։ Այսպես սիրուն տեղադրում ենք փորի մեջ։ Այսպես ձեռքով յան տարածում ենք ամբողջական փորի մեջ։ Վերցնում ենք բիբար։ Եվ համեմ։ Всё։ Ու սիրուն տեղադրում ենք թավայի մեջ։ Ես հիմա ժողովուրդ ջան ամբողջը պատրաստեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ուրեմն լորը պրոթվինի վրա տեղադրելուց հետո մեզի անհրաժեշտ է պատրաստենք կարտոֆիլը։ Հիմա ես մանրամասը ցույց կտամ ինչ ենք անելու։ Արդեն ինքը լավ մարինացվել է, ժողովուրդ ջան, այլ հոտը չեմ ասում։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք կրախմալ, 2 քթալ, դաժե 3 քթալ։ 3 քթալ կրախմալ է մեզի անհրաժեշտ։ Ու եկավ իմ ամենասիրած պահը, որպեսզի ձեռքերով սիրուն յան այսպես լավ խառնենք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, պետք է որ կրախմալը այն ձևի անեք, որ այսպես ինքը ամբողջական կպչի կարտոֆիլի վրա։ Հիմա ես ձեզի հայրենականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք մեր թավան, այսպես սիրուն տեղադրում ենք այստեղ, այսպես ակուրատնի, տեղադրում ենք թավայի մեր լորերի կողքը։ Մեր մոտ նայում եք ինչ համեղություն է ստացվելու ու անպայման կխնդրեմ բոլորիդ պատրաստեք ու չեք մոռանում կոմենտարիաների եւ լայքերի մասին։ Ու պետքա վիդեոն անպայման մինչև վերջ դիտեք ժողովուրդ ջան։ Բա ոնց էսի չսարքես ու չվայելես ժողովուրդ ջան։ Հəլես համեղությունը լստե նայեք։ Հիմա ես ամբողջ կարտոֆիլը տեղադրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր գեղեցկությունը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Ոնց է մեր մոտ ստացվել։ Մենք զառանի արդեն դուխովկեն միացրել ենք վերև ներքև 200 աստիճան։ Եփելու է գծեթե 30 րոպե։ Եփելուց հետո կմիանանք։ Գնացինք։ Ուղարկում ենք ջեռոցի մեջ։ Ժողովուրդ ջան, հիմա ես ցույց կտամ ինչ է անհրաժեշտ անել։ Ըլստես մեր համեղությունը ոնց է եփե։ Որ ասում եմ վայ չուտողին։ Այսպես սոուսը վերցնում ենք, այսպես տնավարի ժողովուրդ ջան, ոնց որ ես սիրում եմ։ Այսպես հավեսին, որ մենք հավեսին կարմրի։ Այս սոուսը ժողովուրդ ջան, որ մենք մարինավատ ենք արել լորերը։ Այդ սոուսն է։ Այսպես սիրուն սոուսով, որ ինքը լավ կարմրի։ Всё։ Այս ձևի 5 րոպե թողում ենք ջեռոցի մեջ։ 5 րոպե հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր օպերատորը հեսա ձեզի մոտիկից սաղ ցույց կտա, ինչ ձևա մեր լորերը պատրաստվել, հəլես շքեղությունը նայեք ժողովուրդ ջան։ Բա ոնց էսի մարդ չսարքի,
Կխնդրենք մեր օպերատորին տարտար սոուսը, նայում եք ժողովուրդ ջան, լստե։ Անպայման պատրաստեք։ Ու հիմա այս ձեռքով մի հատ ցույց կտամ մեր լորին ի ձևա մեր մոտ ստացվել, լստե նայեք ժողովուրդ ջան։ Հիշում եք, չէ՞, բիբարը, կանանչին եւ կարագը։ Հիմա եկավ իմ ամենասիրած պահը ժողովուրդ ջան, լստե նայեք, օպերատորին կխնդրենք լստե նայեք, ինքը ինչ հավեսին էփելա։ Փորձեմ հիմա ժողովուրդ ջան ու հետներդ կլնեմ շատ անկեղծ։ Ժողովուրդ ջան, անկեղծ լնել չեմ անում, բայց ինքը շատ համեղայել է։ Նա փորձում ենք սոուսը, այսպես տնավարի ժողովուրդ ջան։ Որից ինչ համեղ է ժողովուրդ ջան։ Որից ինչ շատ համեղ է ստացա։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք, հիմա բերեք բացենք մեջի մասը։ Հիմա պատկերացնում եք, չէ, ժողովուրդ ջան, այս բիբարը ու կանաչին ինչ ձևի համատվե մեր լորին։ Փորձենք այս միսը այս։ Շատ համեղ է։ Հիմա ժողովուրդ ջան, նայեք ինչ ենք անում։ Այս մեր բիբարը, կանանչին, վերցնում ենք կարտոֆիլը, պրոստը ցույց կտամ ժողովուրդ ջան, լնայեք մեր կարտոֆիլը ինչ հավեսին էփելա։ Կարտոֆիլն էլ կարակ այս ձևի պատրաստեք, ինքը շատ համեղ է ստացվում։ Վերջում այսպես կանանչին, սոխը ու չենք մոռանում այս մեր սոուսը։ Այսի լրիվ վերջն է ժողովուրդ ջան։ Եկավ այս իմ ամենասիրած բանը։ Ժողովուրդ ջան, խոսքեր չկան, շատ համեղ է ստացվել։ Եմ կրկնում, այս իմ ամենասիրած պահն է, որ այսենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու այս համեղությունը վայելում ենք, դե գնացինք վայելելու։